Պարոն Հովակիմյան, ինչպես է կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպելու, որպեսզի ընտրություններն անցնեն ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան, որովհետև գիտեք ինքներդ էլ, որ ըստ էության որոշակի առումով կա մտավախություն ընդդիմադիր ուժերի կողմից, ձեզ շարունակում են ասոցացնել ՔՊ-ի հետ, որովհետև դուք ի սկզբանե ՔՊ-ից եք եղել։ Ես ի սկզբանե ՔՊ-ից եմ եղել, ի սկզբանե լրագրող եմ եղել, այսինքն մարդու կենսագրությունը որոշում է, թե նա օրենքի նկատմամբ ինչ վերաբերմունք ունի, որովհետև որպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ իմ պարտականությունն է ապահովել հավասար պայմաններ եւ չի կարող որևէ մեկը արդեն 3 տարի ես այս պաշտոնը զբաղեցնում եմ, այս ընթացքում բազմաթիվ ընտրություններ են տեղի ունեցել եւ չի կարող որևէ մեկը բերել որևէ, ասենք, մազաչափ, ինչ ասեմ, ամենաչնչին մեղադրանք կամ չգիտեմ ինչ որ բան, որ ես որպես նախագահ իմ պաշտոնման ընթացքում, չգիտեմ, ինչ որ կողմնակալություն, ել չասեմ, որ ընդհանրապես պաշտոնական դիրքով պայմանավորված որևէ առավելություն դրսևորելը քաղաքական ուժի նկատմամբ դա ինքը քրեորեն պատժելի արարք է։ Ցանկացած դեպքում ասում են ինչ էլ լինի ընտրություններում Վահագն Հովակիմյանը կնկարի այն, ինչ ու տեսեք իմ ամենայնպես այդ տեսակետը շրջանառվում է։ Հա, Մուկչյանի նման, հա։ Հարգելիներս, ես ընդհանրապես որ այդ բանից դուրս գալ։ Այստեղ ուզում եք ասեմ, ավելի շատ ձեր հենց լրատվամիջոցների լրագրողն է, չէ, լուրջ եմ ասում, որովհետև հասկանում եք, կարելի անverջ կարելի է մեղադրել, անverջ կարելի է կասկածամտությունը սերմանել եւ այլ, ավելին ասեմ, քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները իրենց խոսքում, իրենց կասկած մեղադրանքում ազատ են։ Իրենք կարող են իրենց քաղաքական, չգիտեմ, քարոզարշավի նրբություններից իրենք ազատ են մեղադրելու, ազատ են կասկածներ հայտնելու, այդ գործելավոճը թե որքանով է, այսպես ենք հանրայնացում, հանրային կարծիքի վրա ազդեցություն ունենում, արդեն այստեղ ձեր գործն է։ Ի վերջո մենք նախկին գործընկերներ ենք, ես իզուր չեմ ասում, որովհետև այդ կասկածը, այսինքն այդ գործելավոճը որքանով հանրային կարծիքի կվերածվի, դուք եք արդեն որոշում այստեղ։ Այսինքն ինքը քաղաքական գործիչները կարող են իրենց սրտի եկածը ասել, սրտի եկածը հրապարակել, այդ սրտի եկածը կդառնա հանրային կարծիք, այդ խոսքը կդառնա դոմինանտ թե ոչ, դուք եք որոշում, դուք եք ձեր գործունեությամբ, այնպես ես դրա համար եմ ասում, որ այստեղ շատ կարևոր է ձեր գործունեությունը եւ ես ընդհանրապես նշանակման առաջին օրվանից, երբ որ խորհրդարանը ընտրեց եւ նշանակեց, ես ասել եմ, ես անելու եմ ինձնից հասանելին, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում որպես նախագահ ես որքան կպաշտոնավարեմ այդ շրջանում, այսինքն այդ 6 տարում բոլոր կլինի համապետական թե տեղական իշխանությունը ձևավորվելու ընտրված իշխանություն, այսինքն Նիկոլ Փաշինյանից զանգեր SMS-ներ չեք ստանում ընտրակապ Փայլակ ջան, կարող եք ասենք այնպեսի ձևակերպման հարցեր տալ, որը որ ենթատեքստում ունենա քաղաքական, չէ, քաղաքական կոնտեքստ, շատ լավ գիտակցելով, որ ես քաղաքական զսպվածության մանդատի ներքո չեմ կարողանալու ձեզ, այսպես ենք, ոնց որ պատասխանել քաղաքական կոնտեքստում։ Չէ, ինչի համար, չէ, որովհետև հարգելի լրագրողներ ջան, նույն հարցը ենթադրում է, որ ասեմ, հարցի կոնտեքստը։ Հիմա ես ուղղակի բացեմ հարցի կոնտեքստը որպես ձեր նախկին գործընկեր, որը որ ավելի մեծ ստաժ է ունեցել լրագրողական։ Երբ որ ասում եք SMS ստանալ, դա ինքնին ենթադրում է, որ նման բան կարող է լինել։ Ինքնին նման բան ենթադրելը կոնկրետ արդեն տվյալ դեպքում մյուս պաշտոնյային անուղղակի մեղադրում է հանցագործություն անելու մեջ, որովհետև ապա քաղաքական սահմանադրական անկախ մարմնի հետ շփումը արդեն այստեղ ուրիշ կատեգորիա։ Չէ, ես իմի բացատրեցի, թե տեսեք, ես իմ մասին եմ խոսում։ Եվ
ես իմ պաշտոնավարման արդեն 3 տարիների ընթացքում չկա որևէ կրկնում եմ չի կարող որևէ մեկը բերել որևէ ասենք ակնարկ կամ բնդում որ ես որևէ ասենք անկողնակալություն չեմ դրսևորել, այսինքն կողմնակալ եմ եղել կամ չգիտեմ կրկնում եմ չկա իսկ մեղադրանքները միշտ կարող են լինել Եվ վերադառնալով ընտրություններին ինչ է արվելու ազատ արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման համար Նախ հիշեցնեմ որ ընտրությունների հիմնական կազմակերպիչը տվյալ դեպքում տարածքային տրական հանձնաժողովը կենտրոնական տրական հանձնաժողովը իրականացնում է վերահսկողություն իսկ այս դեպքում կազմակերպչական աշխատանքները իրականացնում են տարածքային տրական հանձնաժողովը Պարոն Հովակիմյան, համամտեք այս ընդդիմադիր ուժերի այն պնդումներին, որ արդեն մեկնարկը անհավասար պայմաններում է սկսվել ի օգուտ ԿՊ-ին, որը վարչական ռեսուրսները կիրառում։ Հարգելի լրագրողներ, ես եկեք այս խնդիրը ես այլ տեսանկյունից տեսեք քարոզչությունը մեզանում սկսվում է ընտրությունների ավարտման հաջորդ օրվանից Չուրը բռնում կա ընդհանրապես մեր հանրության եւ նաեւ շրջանակներում որ քարոզարշավը սկսվում է քարոզարշավի պաշտոնական քարոզարշավի մեկնարկի օրվանից Հարգելինս քարոզարշավի օրը այս դեպքում 28 օր եթե չեմ սխալվում 22-ից այնտեղ պլյուս 27 օր է անում, եթե չեմ սխալվում կամ 28 ինքը սահմանափակման շրջան է։ Այսինքն քարոզարշավի ժամանակահատվածը ոչ թե իրավունքի, այսպես ասենք, շրջան, այլ ընդհակառակ սահմանափակված շրջան։ Մինչև քարոզարշավը կուսակցությունները, քաղաքական գործիչները ազատ են քարոզչություն կատարելու իրենք կարող են 5 տարի շարունակ քարոզչություն կատարել եւ այս դեպքում միակ իրենց սահմանափակումը դա կուսակցությունների մասին օրենքով եթե օրինակ կուսակցությունն է իրենց այդ հաշվետվությունը այսինքն ֆինանսական օրինականությունը ցույց տալն է չկա այլ սահմանափակում որ օրինակ ընտրական օրենսգրքով սահմանափակումները գործում են բացառապես քարոզարշավի շրջանում այսինքն ես սա ինչի համար եմ ասում որտեղ բոլորի մոտ տպավորությունն է որ քարոզարշավը պիտի մեկնարկի որպեսզի իրենք սկսեն քարոզչությունը ընդհակառակը քարոզարշավի փուլը սահմանափակումների խաղի կանոնները բերել բոլորին համար հավասար պայման որպեսզի հանրային ռեսուրսից բոլորը հավասար օգտվելու հնարավորություն ունենան Մնացած ժամանակ, եթե քաղաքական ուժը օրինակ չգիտեմ, ֆինանս ունի, ինքը կարող է ասենք իր նախընտրածը եւ ոչ ոք օրինակ ընտրական հանձնաժողովը կամ ընտրատարածքային կամ ԿՀ-ն երբեք չի հարցնելու եւ այդ իրավունքը չունի մինչեւ քարոզարշավի փուլը ինքը օրինակ որպես կուսակցություն եւ որ դեռսկի ընթանում է նույնիսկ գրանցված էլ չէր եւ բայց իր քարոզչություններ ծավալում Ինչու է այդպես այստեղ միակ մարմինը որը ընդամենը աղբյուրների ֆինանսական աղբյուրների հիմնավորվածությունն է ստուգելու դա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է ցես հայտնի այսինքն կուսակցությունների գործունեության հետ կապված ֆինանսական թափանցիկության պահը իրենց վերահսկողության ներքո է այսինքն սա ինչի համար եմ ասում որ երբ ասում են որ դեռ քարոզարշավը չսկսած հավասար պայմաններ չեն սա մեր դիրքից դուրս է, որովհետև նույն հաջողությամբ դուք օրինակ լրագրողներդ կարող եք օրինակ, չգիտեմ, մի քաղաքական գործի ավելի շատ հարցազրույց վերցնել, մյուսից քիչ վերցնել, որը մեկը ձեզ կարող մեղադրի, որ օրինակ դուք անհավասար պայմաններ եք ապրում, ոչ։ Ազատություն։ Քարոզարշավի ընթացքում իրավական գործընթացներին ԿՀ-ն կարող է դեմ գնալ, այսինքն իրավական քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժը իրավական գործընթացներ է տանում, որը Այսպես ասեմ, եթե որևէ մեկը օրենքի խախտում թույլ կտա, համոզված եղեք, որ հետևանքը վրա է հասնելու։ Այստեղ նայած, ասեմ, խախտումները, թերացումները ինչ բնույթ են։ Ես կարող եմ բերել Գյումրի օրինակը։ Գյումրիում երբ որ ընտրությունները նշանակվեցին, այնտեղ մենք արձանագրեցինք, որ պաստառների հետ կապված խնդիր կար, այսինքն նույն
ընտրատարածքային հանձնաժողովը չէր հասցնում, այսինքն այդ պաստառների խնդիրը կարգավորել, որովհետև նույն քաղաքական ուժերը հապաղում էին, այսպես ենք, պաստառները տեղափոխելու իրենց ճիշտ ըստ վիճակահանության պաստառները փակցնելուն։ Ընդհանրապես այստեղից, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այլևս ըստ մենք արդեն ոնց որ վերահսկողի դիրքերից համապատասխան մարմիններին ասացինք ապահովեք, որպեսզի սխալ փակցված պաստառները իջնեն, եթե տվյալ պաստառը այլ քաղաքական ուժի է բաժին հասել, փակցվի ճիշտը։ Եվ մոտ 5 օր տևեց, բայց կարգավորվեց։ Այսինքն այստեղ նման խնդիրներ կարող լինեն, բայց նույն Գյումրիի օրինակով ընդհանրապես խնդիր եղել է պաստառների հետ կապված։ Նույն Գյումրիում տեսեք, ինչու քաղաքացիական պայմանագիրը իշխող ուժը չի համակերպվում ընտրությունների արդյունքների հետ, օրինակ հնչում են տեսակետներ, որ Վարդան Ղուկասյանը պիտի ճամպրուկները հավաքի, ի վերջո տեղի ունեցել ընտրություն, որը արձանագրվել է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, ընտրվել է քաղաքապետ, բայց իշխանությունը նման կոչեր է անում։ Ըստ ես ձեր հարցին պիտի պատասխանեմ, որպես ապաքաղաքական պաշտոն զբաղեցնող, ընտրությունների հետ ի՞նչ կապ ունի։ Այն ձեր նկարագրածը, այլ ընտրությունները ավարտվել է մարտի լույս 30-ի գիշեր, այսպես են քվեարկությունը։ Դրանից 7 օր հետո 7-րդ օրը ամփոփվել է եւ վերջ եւ չի բողոքարկվել ընտրությունները վերջ այդտեղ դրանից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ իմ գործառույթը ավարտվել, այսինքն այն քաղաքական իրադարձությունները, քաղաքական ելույթները եւ դա մեր տիրույթը չէ, այսինքն այստեղ ասում են քաղաքական գործիչները ինչ հայտարարություններ կանեն, ազատ են։ Ես կրկնում եմ, քիչ առաջ էլ չէ, ասեցի քաղաքական գործիչները ազատ են իրենց արտահայտություններում, իրենց մեղադրանքներ, չէ, տեսեք, այս ընտրելու իրավունքը իրացվել է։ Ընտրելու իրավունքը չի կարող խլվել, որովհետև ընտրելու իրավունքը երբ որ իրացվել է եւ հաջորդ ընտրելու իրավունքը գալու է հաջորդ ընտրություններին։ Քաղաքական գործընթացները, դրանք քաղաքական գործընթացներ են։ Դրանք քաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացներ են, որտեղ ընտրական համակարգը քաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացներին առնչություն չունի։ Ես սա ուզում եմ, որպեսզի եւս մեկ անգամ արձանագրենք։ Ընտրական համակարգը ընտրություններից հետո քաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացներին առնչություն չունի։ Ավելին, ընտրություններից հետո քաղաքական դաշտում միշտ լինում են բազմաթիվ զարգացումներ, չգիտեմ, կոալիցիա է ձևավորվում, կոալիցիա է քանդվում եւ 1001 իրադարձություն կարող է տեղի ունենալ։ Դա կապ չունի ընտրական համակարգի հետ արգելնես։ Դա քաղաքական դաշտին բնորոշ զարգացում է, որը կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի իր հետևությունը պիտի անի, օրինակ ընտրություններից հետո տեղի ունեցած զարգացումներից։ Դա ընդհանրապես քաղաքացու, այսպես ենք, ապագա որոշումների վրա կարող է ազդել։